Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը։ Սաղմոս 76:3։ Մեր Փրկչի փառահեղ աղաղակը կատարվեց։ Մահվան խողանջ էր իր ժողովրդի բոլոր թշնամիների համար։ Այն փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը։ Ահա Գողգոթայի հերոսը, որն իր խաչը որպես զնդան և իր վշտերը որպես մուրճ օգտագործեց, ջախջախելով մեր բազում մեղքերը, աղեղի նետերը, ոտնակոխ արեց ամեն մեղադրանք և ոչնչացրեց ամեն դատավճիռ։ Ինչ հուժկու հարվածներ է հասցնում մեր զորեղ ազատարարն իր մուրճով, որը շատ ավելի ծանր է, քան Թորի առասպելական զենքը։ Ինչպես են սատանայական նետերի բեկորները այս ու այն կողմ թռչում, իսկ դժոխային վահանները փշրվում բրուտի ամանի պես։ Ահա նա դժոխային վարպետությամբ պատրաստված պատյանից դուրս է հանում սատանայի զորության սարսափելի սուրը, խփում է իր ծնկին, ինչպես մարդիկ խարույկի չոր փայտն են կոտրում, և կրակն է գցում այն։ Սիրելի ընթերցող, հիմա արդեն հավատացյալի գործած ոչ մի մեղք չի կարող այնպիսի նետ դառնալ, որ մահացու հարված հասցնի նրան։ Ոչ մի դատապարտություն չի կարող այնպիսի սուր դառնալ, որ սպանի նրան, քանզի մեր մեղքի պատիժը Քրիստոսն է կրել, և մեր բոլոր անօրենությունների համար ամբողջական քավություն է արել նա, ով մեր օրհնյալ միջնորդն ու երաշխավորն է։ Եվ հիմա ո՞վ է, որ մեղադրում է, ո՞վ է, որ դատապարտում է։ Քրիստոսը մեռավ և ավելին, նա հարություն էլ առավ և Աստծո աջ կողմն է և մեզ համար բարեխոսել է։ Հռոմեացիս 8:33-34։ Հիսուսը ոչնչացրել է դժոխքի նիզակները և հանգցրել է բոլոր կրակոտ նետերը։ Գետինը պատռված է դժոխային զենքերի պատերազմից մնացած բեկորներով և մասունքներով, որոնք մնացել են, որպեսզի մեզ հիշեցնեն նախկին վտանգի և ներկա մեծ ազատագրության մասին։ Մեղքն այլևս իշխանություն չունի մեզ վրա։ Հիսուսը մեկընդմիշտ լուծել է դրա հարցը։ Թշնամու ավերիչ գործողություններին հավիտյան վերջ է դրված։ Պատմեցեք Տիրոջ բոլոր զարմանահրաշ գործերը, դուք, որ նրա անունը ձեր շուրթերին եք առնում, լուռ մի մնացեք, ոչ ցերեկը, ոչ էլ երբ արևը արդեն մայր է մտնում։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը։